Այսօր Արաբկիրում քարոզարշավ անցկացնող Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն անկարևոր համարեց անդրադառնալ իր մրցակից ելք դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստմանը, ընտրվելու դեպքում քաղաքի բյուջեից օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր հրաժարվել են հանրապետականի ընտրակաշառքից։ Թողեք քարոզարշավը շարունակեմ, հետո բոլոր հարցերին կարձագանք է։ Ես չէի համարի, որ շատ կարևոր։ Թողեք շարունակեմ, ես վերջում բոլոր հարցերին կպատասխանեմ։ Եվ պարոն, եթե կարելի է ձեր աշխատասենյակի դիմաց ոստիկաններ են նստում, դուք ձեր աշխատող։ Հանուն Երևանի կարգախոսով քարոզ անցկացնող Տարոն Մարգարյանն ու նրա խումբը այսօր ելույթներ ունեցան Արաբկիր համայնքի 3 բակերում։ Հարակից շենքերի մի խումբ բնակիչներից բացի հանդիպումներին ներկա էին նաև հանրապետական կուսակցության երիթևի ներկայացուցիչներ, շապիկներով ու գլխարկներով, նաև տարբեր դպրոցների աշխատակիցներ։ Երիթևից, այո։ Առաջի անգամ եք հանդիպմանը, թե միշտ գալիս եք։ Կոնկրետ ես բոլոր միջոցառումներին մասնակցում եմ։ Չէ, մասվի բնակիչ եմ, բայց մեծ սիրով եկել եմ այստեղ։ Որտեղ եք աշխատում։ 151 դպրոց։ Ես ընտրել բերել է այստեղ բարեկեցիկ Երևան տեսնելու ցանկություն։ Որ դպրոցում եք աշխատում։ 151 դպրոցում։ Տնօրինությունից խնդրել են, որ ներկա լինեք։ Ոչ, մենք կամավոր ենք եկել։ Համար 129։ Դպրոցի տնօրինությունից հորդորել են գաք։ Չէ, պարզապես սա իմ կամքն է, ես նույնպես հանրապետական եմ և կողմնակից եմ ու ջատագով, որտև հանուն մեր ապագայի, ազգային ճակատագրի մենք պետք է հավատանք մեր ուժին, աստվածային նախախնամություններին և գնանք դեպի ազատ, դեպի նորագույն հաղթանակներ։ Դուք նույն դպրոցում եք։ Այո, նույն դպրոցում եմ աշխատում։ Սմբատի հետ խոսացեք, ինքը լավ է խոսում։ Չէ, հարևանն է, թե ինչն է։ Չէ, ինքը մեր աշխատողն է։ Որտեղ եք աշխատում, որ դպրոցում։ Չէ, Արաբկիրի թաղապետանում ենք աշխատում։ Այո։ Շրջան թիվ 132 դպրոցի կոլեկտիվ։ Ինչն է ձեզ բերել այս հանդիպմանը։ Ինչն է բերել։ Արդեն հաջորդ Ադոնցի փողոցի հանդիպմանը ներկա էին նաև ՍԱՍ գրուպի աշխատակիցներ, որոնց մի մասը չթաքցրեցին, աշխատավայրից են ուղարկել հանդիպմանը։ Ես ամաչում եմ խոսում ճշտամասում, սա սուպերմարկետ։ Այս մոտակա ՍԱՍ-ում եք աշխատում։ Շրջանային։ Գնացի սող ես։ Բայց աշխատանքի չեք այսօր։ Սա սուպերմարկետում։ Բայց աշխատանքի չէ հոլկով։ Չէ։ Ելեք իրա հետ։ Ուշտեղացած գրուպից։ Սաս գրուպ, այո։ Բա աշխատանքի չեք հիմա, Աշխատանքի ենք։ խնդրել են, որ գաք։ Չեն խնդրել, մենք ինքներս եկել ենք։ Աշխատանքային ժամ Հետո։ Չէ, միջև աշխատանքից հետո եկել ենք։ ընտրությունն են ձեզ չեն խնդրել ձայներ բերել, խոստումներ ձայներ։ Նման բան ընդհանրապես չի եղել, ընդհանրապես չի։ Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանդիպումն այսօր էլ անցավ արդեն ավանդական եղանակով։ Հարթակից նախ ելույթ էին ունենում ավագանու թեկնածուները, ապա Տարոն Մարգարյանը։ Երևանում արդեն կան այն նախանշումները, որը որ կատարվել են 13-17 թվականին, եւ պետք է շարունակվեն այդ աշխատանքները։ Աշխատանքների շարունակելու համար մենք պետք է կարողանանք իսկապես այն ծրագրերը, որը որ գրված են մեր ծրագրերում, մենք կարողանանք ի կատար անցենք։ Մենք պետք է կարողանանք այդ ծրագրերը, որը որ նախանշել ենք մեր ծրագրերում, որ կարողանանք իսկապես այն ծրագրերը, որ շարունակենք։ Եվ այսօր մենք ուզում ենք խնդրել ձեր քվեն, որ կարողանանք շարունակել այդ ծրագրերը։ Տարոն Մարգարյանն այսօր շեշտում էր, փոխելու են համատիրությունների մասին օրենքը, բացի այդ անդրադառնում էր տրանսպորտի խնդրին, որի վերաբերյալ նախընտրական խոստում ի դեպ կատարել էին նաև 2013 թվականին։ Համակարգը սակայն վերջին 5 տարիներին չբարեփոխվեց։ Դա քաղաքային տրանսպորտ է, որը այսօր տեսնում ենք ճգնաժամ է ապրում։ Մենք մի քանի տարի առաջ մեր թիմով փորձեցինք լուծել, բայց մեզ չհաջողվեց, քանի որ մասնակի լուծում էինք տալիս։ Բայց այս տարիների ընթացքում մենք ձեռքներս ծալած չենք նստել եւ ուսումնասիրել ենք միջազգային փորձը, ուսումնասիրել ենք այն զարգացած քաղաքներին, որտեղ քաղաքային տրանսպորտը գտնվում է շատ նորմալ վիճակում։ Եվ այսօր ունենք այդ փորձը եւ պատրաստ ենք այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու եւ լրացուցիչ բեռ չավելացնելով մեր սոցիալապես անապահով խմբերին։